Տիկին փոխնախարար, ես 3 հարց ունեմ։ 2024 թվականի նոյեմբերի վերջին կառավարությունը որոշում ընդունեց պարտադիր պայման համարելու բացառապես ձմեռային ավադողերով երթևեկություն իրականացնելու համար եւ քաղաքացիներին, տնտեսվարողներին տվեց ռեկորդային կարճ ժամանակ դրա որոշումը իրագործելու համար։ Դեկտեմբերի կեսից արդեն դա պետք է իրագործվեր։ Դուք ինչ ձևով եք ապավել այդ որոշման իրականացումը, հատկապես հանրային սուբյեկտների կողմից, մասնավորապես Երևանի տրանսպորտի կողմից, որովհետև փետրվարին ընդամենը ձմռան ընդամենը 1 օր ձյուն եկավ Երևան քաղաքում եւ երթևեկությունը պարալիզացվեց, ավտոբուսները կանգնեցին, որովհետև Երևանի քաղաքապետարանը չէր փոխել անվադողերը ձմեռային անվադողերի։ Օրինակ դուք որոշումներ կայացնելուց առաջ ընդհանրապես նախնական քննարկում եք, թե տեղյակ չեք լինում, որ հնարավոր է ձմեռը ձյուն գա։ Երկրորդը Դուք ներկայացնում եք մի կառավարություն, որի գործողությունների հետևանքով թշնամուն է հանձնվել հարյուրավոր կիլոմետրերով ճանապարհներ։ Քիչ առաջ դուք վիճակագրություն եք ներկայացնում, թե քանի կիլոմետր ճանապարհներ են վերանորոգվել, կահավորվել, գծանշվել եւ այլն։ Կարող եք ներկայացնել վիճակագրություն, թե ձեր կառավարման շրջանում 2020 թվականից հետո քանի կիլոմետր ինչ նշանակության ճանապարհներ են հանձնվել թշնամուն։ Եվ երրորդը Դուք քաղաքական պաշտոն եք զբաղեցնում մի կառավարությունում, որի ղեկավարը վարչապետը 2024 թվականի օգոստոսից պարբերաբար հայտարարում է, որ համաձայն Ադրբեջանի Հանրապետության գործող սահմանադրության Հայաստանի ներկա տարածքի 60-ից 70%-ը ունի ադրբեջանական պատկանելություն։ Հիմա դուք ճանապարհաշինական ծրագրեր իրականացնելուց դա հաշվի առնում եք, այսինքն դուք ճանապարհներ կառուցում եք Ադրբեջանին հանձնելու համար, թե մեր քաղաքացիներին ծառայություններ մատուցելու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, անդրադառնամ անվադողերի հետ կապված հարցին, ընդհանուր առմամբ ուսումնասիրվել էին ձմեռային անվադողների պահանջը սահմանելուց վերջին տարիների եղանակային պայմանները, միջազգային փորձը, ասեմ, որ այդ պահանջը նաև սահմանված էր ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգում, ինչի մասին որ նշեցի, դա դարձրեցին երթևեկության պարտադիր կանոն։ Անկախ այդ կանոնի երթևեկության պարտադիրությունից յուրաքանչյուր տարի ձմեռվա ամիսներին, կարծում ցանկացած վարորդի համար դա նորմալ է, որ ձմեռը երթևեկել ձմեռային ավադողերով հաշվի առնելով այն ռիսկերը, անվտանգության, որոնք առաջանում են, մենք դա ամրագրեցինք որպես պարտադիր կանոն եւ դրա մասին նաև իրազեկեցինք։ Դրա հետ կապված շրջանառվել է կառավարության որոշման նախագիծը բոլոր շահագրգիռների հետ, մարմինների հետ, ներկայացվել է այնպես, որ մենք խնդիր չունենք դրա տեղեկացված չլինելու հետ կապված եւ ասեմ, որ արդեն այս տարի շատ դրական միտում է տեղի ունեցել ձմեռային անվադողերով երթևեկելու հետ կապված, ինչը վերաբերում է Երևան քաղաքի հետ որ չեն փոխել անվադողերը եւ այլն, ես հաշվի առնելով քաղաքապետարանի գործընկերների ստեղ են մեկնաբանությունը կթողնեմ իրենց, դա համընդհանուր պարտադիր պահանջ է ամբողջ Հայաստանի համար տրանսպորտային միջոցների նկատմամբ տարածվող, ուստի կենթակա է պարտադիր կատարման բոլորի կողմից։ Երկրորդ հարցի հետ կապված մենք ղեկավարվում ենք եւ ճանապարհաշինական ծրագրերը իրականացնում ենք, ճանապարհների անվանացանկ ունենք, կառավարության որոշմամբ է սահմանված եւ այդ անվանացանկում ներառված ճանապարհներն են հանդիսանում ճանապարհային ցանցի մաս։ Մենք ծրագրերը իրականացնում ենք հենց այդ ճանապարհների հետ կապված վերականգնման հիմնանորոգման աշխատանքները կատարելուց, ուրիշ մեկնաբանություն ես չունեմ։ Ցավում եմ, որ խուսափում եք հարցերին պատասխանելուց, սա ոնց որ թե ես մի շարք խորհրդարանական լսումների եմ մասնակցում, դա ոնց որ թե այս կառավարության բոլոր ներկայացուցիչների գործելավոճն է։ Բայց եթե նորից ձեր մասնավորությունով գան, ձեր անվանացանկի մեջ ներառված է Երևան Մեղրի միջպետական ճանապարհը, եւ դուք այսօր կարող եք այս լսումներից հետո անվտանգ երթևեկել միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածով։ Շնորհակալություն։ Ես կերթևեկեմ այն ճանապարհով, որ ներառված է ճանապարհների անվանացանկում, դա M2 միջպետական ճանապարհն է, որը գնում է Տաթևով եւ գնում է մինչեւ Ագարակ։ Ես մի փոքր արձագանք որպես նախագահող ճանապարհների ցանկի մեջ նշված չեն պաշտպանական եւ անվտանգային բնույթի այն հսկայական կատարված աշխատանքները, որը վերաբերում են միջդիրքային ճանապարհներին, որոնք իրենց որակով չեն զիջում նաեւ միջպետական, պետական մեր մայրուղիներին, դրանք հարյուրավոր կիլոմետրեր են, պարոն Ղազարյան,
ուզում եմ որ դուք տեղյակ լինեք, որ այն ինչ որ ուղղված է երկրի անվտանգությանը, այնտեղ էլ կան կառուցված ճանապարհներ, որոնք ապագայում էլ կծառայեն անվտանգ երթևեկության համար, բայց այսօր նրանք ունեն բացառապես անվտանգության կարիքների նպաստող կառույցներ են, իսկ որ դրանք կառուցվում են նաև մեր երկրի պաշտպանությունն, անվտանգությունը ավելի ամրապնդելու համար դա էլ է